Նատալիա Եփրիկյան, ավելի հայտնի է Նատալիա Անդրեևնա կեղծանմամբ, երգիծական ժանրի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, ուրախների եւ հնարամիտների ակումբի ԿՎՆ-ի բարձրագույն լիգայի չեմպիոն, Comedy Woman երգիծական հեռուստանախագծի հեղինակ, մասնակից եւ ղեկավար։ Вас приветствует самое лучшее в мире шоу Comedy Woman. А лучше оно, потому что женское. Նատալիա, գիտեմ, որ դուք Թբիլիսիում եք ծնվել, իսկ ավելի խորը արմատները որտեղից են։ Ես հայերեն վատ եմ խոսում։ Կարամ ռուսերեն Խնդրեմ, համեցեք։ Спасибо. Ну, насколько я знаю, Որքան գիտեմ, իմ նախնիների 3 սերունդներ Թբիլիսիում են ապրել, իսկ ավելի խոր արմատները Կոստանդնուպոլսից են։ Բոլսեցի։ да? Այո, բացի այդ արմատներ կան նաև, որոնք Բաքու են տանում։ Բագաքենտ գյուղ, տատիկիս պատմածով եմ հիշում։ Նա արդեն Թբիլիսիում է ծնվել։ Ձեր հայրիկը ինչով էր զբաղվում Թբիլիսիում։ Папа чем только не занимался. Հայրս ինչով ասես զբաղվել է։ Մասնագիտությամբ ինժեներ կիբերնետիկ էր։ Հաշվողական կենտրոններում է հիմնականում աշխատել։ Նա Երևանի Պետական պոլիտեխնիկական ինստիտուտն է ավարտել, որոշ ժամանակ ապրել Երևանում։ Մայրս էլ է մաթեմատիկոս։ Նա դասավանդում էր։ Դուք էլ տեխնիկական մասնագիտություն ունեք։ Անգամ մասնագիտացված ֆիզմատ դպրոցում եք սովորել։ Այո։ И там же уже и начинали. Հենց այնտեղ արեցիք ԿՎՆ-ում ինքնադրսևորվելու առաջին փորձերը։ Ну, творчество во мне всегда. Դե ես միշտ ստեղծագործող եմ եղել, երբ դեռ փոքր էի, առաջին հերթին միշտ ինձ էին դեպի բեմ հրում։ Պարում էի, տարբեր ներկայացումներում էի ներգրաված լինում, երաժշտության դասեր էի առնում։ Դե դա պարտադիր էր մեր ընտանիքում, բոլորը դաշնամուր նվագել գիտեն։ Բացի երաժշտությունից զբաղվել եմ նաև սպորտով, բալետով եմ զբաղվել։ Այդ ամենը ներկայիս գործում օգտակար եղավ։ Да, думаю. Այո, երևի, այդ ամենը օգնեց զարգացնել իմ մեջ ստեղծագործական ունակությունները։ Երբ Մոսկվա տեղափոխվեցիք։ Мне было 14. 1993-ին, 14 տարեկան էի։ Երբ դեռ նոր էիք այստեղ տեղափոխվել, նկատում էիք ձեր հանդեպ ինչ-որ հատուկ վերաբերմունք, այն իմաստով, որ դուք օտար էիք, Կովկասից էիք եկել։ Может быть, не Գուցե կար ինչ-որ նման բան։ Զգուշավոր էին վերաբերվում նոր մարդկանց։ Այն ժամանակ դեռ այդքան շատ չէին այստեղ էմիգրանտները։ Դասարանի համար իրադարձություն էր, երբ հայտնվեց մի մարդ, որի ազգանունը իրենց ազգանուններին նման չէր։ Դե դասարանի համար դա ձեռքբերում էր, չեմ կասկածում, որ դուք վառ անհատականություն էիք դպրոցում։ Поверьте, нет, я очень так. Հավատացեք ոչ, ամենևին։ Ես շատ հանգիստ երեխա էի։ Դպրոցում ինձ հազվադեպ էին նկատում։ Ոչ մեկի հետ չէի վիճում, բայց ոչ էլ առանձնապես ընկերություն էի անում։ Դպրոցական ընկերներ չունեմ Մոսկվայում։ Իսկական ընկերները Թբիլիսիից են։ Ընկերներս Թբիլիսիում են, մինչև հիմա էլ այնտեղ են շատերը։ Հայեր են հիմնականում։ Այո։ Իսկ երբ ԿՎՆ-ով տարվեցիք, արդեն համալսարանում։ Студенческие годы. КВН-ом я вообще. ԿՎՆ-ի մասին շատ եմ երազել։ Երբ դեռ փոքր երեխա էի, ամբողջ ընտանիքով հեռուստացույցի առջև էինք հավաքվում, երբ ուրախների ու հնարամիտների ակումբի խաղերն էին ցուցադրում։ Բանն այն է, որ ժամանակին հայրս է ուրախների եւ հնարամիտների ակումբում խաղացել։ Նա այդ ժամանակ Երևանում էր ապրում։ Հայրս Արա Երնջակյանի ղեկավարած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմում էր։ Նրանք բարձրագույն լիգայում մեծ նվաճումների էին հասել։ Հայրս նաև Երնջակյանին արտաքինով է շատ նման, եւ նրանց միշտ մեկը մյուսի տեղ էին դնում։ Բայց նրա ԿՎՆ-ական կարիերան երկար չտևեց։ Տատիկս նկատեց, որ հայրս ձեռքից գնում է եւ նրա սանձերը ձգեց։ Աչուձախման էր գալիս։ Խելքը միայն բեմին ու աղջիկներին էր տվել։ Դե քանի որ հայրս էր անցել այդ ամեն ինչով, բնական էր համարում նաև իմ այս ձգտումները։ ԿՎՆ-ի հանդեպ իմ սերը բերեց նրան, որ ես ինքս այդ բեմում հայտնվեցի։ Նատալիա Եփրիկյանը մուտք է գործել ուրախների ու հնարամիտների ակումբ 2004-ին։ Անդամակցելով մոսկովյան Մեգապոլիս թիմին, նա անմիջապես դարձավ խմբի փաստացի առաջնորդը։ Արդեն դեբյուտային սեզոնում նրբակազմ հայուհու առաջնորդած թիմը դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Եվ դա ընդամենը սկիզբն էր։ Հաջորդ տարի Նատալիա Եփրիկյանը թիմակիցների հետ միասին նվաճեց Սպիտակազգեստ Կիվին մրցանակը, իսկ այնուհետ նաև բարձրագույն լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Ну все, успокойся, все. Օրիորդի ակտիվությունն ու տաղանդը նկատեցին մոսկովյան պրոդյուսերները։ Նատաշային հրավիրեցին սցենարներ գրել մեծ ժողովրդավարություն վայելող Ունիվեր երգիծական հեռուստասերիալի համար։ Այնուհետ մեր հայրենակցուհին որոշեց ընդլայնել իր գործունեության шրջանակները եւ փորձեց իրեն հաղորդավարի դերում։ Նա առավոտյան ամենօրյա հաղորդում էր վարում դաշնային ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։ Катя, я тебе серьезно говорю, ведущая НТВ должна выглядеть серьезно.
Да, НТВ это серьезно. Դե իսկ հեռուստատեսային կարիերայի գագաթնակետը եղավ Comedy Woman երգիծական բացառիկ շոու։ Знаете, честно говоря, я спокойно за мир на земле. Потому что если начнется когда-нибудь Третья мировая война, то начнется она в примерочной женского магазина. Из-за какой-нибудь шляпки. Пойду спровоцирую. Որքան հասկանում եմ, ծնողները ողջունում էին ձեր ընտրածուղին։ Ну, я всегда... Ծնողներս ինձ երբեք չեն արգելել անել այն, ինչ ես ցանկանում էի։ Իրենք միայն հետևում էին, որ ուսմանս ուշադրություն դարձնեմ։ Դե իսկ եթե ժամանակ ու ուժ էր գնում նաև այլ բաներով զբաղվելու համար, ապա դեմ չէին։ Դե իհարկե մայրիկս ասում էր, որ կավենը դա տարգ բան է, որ ոչ խելքի, ոչ գրպանի համար օգտակար չէ։ Բայց ես ապացուցեցի, որ նա սխալվում էր։ Իրականում ես համաձայնեցի համալսարան ընդունվել միայն այն պատճառով, որ դա ինձ հնարավորություն էր տալիս ուրախների եւ հնարամիտների ակումբում խաղալ։ Դե հանուն դրա արժեր համալսարանը հանդուրժել։ Այո, այդ պատճառով ես քրտնաջան սովորում էի, որ ընդունվեմ։ Ստիպված, չէ։ Այո։ Ինչ մասնագիտություն ընտրեցիք։ Ես տնտեսագետ մաթեմատիկոս եմ։ Պլեխանովի ակադեմիայի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետն եմ ավարտել։ Ու նույնիսկ դա ձեզ օգտակար եղավ կյանքում։ Ու նույնիսկ դա պատկերացրեք։ Դե ձեր կերպարն էլ բեմում այդպիսին է, դուք ղեկավարում եք, կառավարում, տնօրինում, դրա համար տնտեսագետի փորձը օգտակար է։ Դե մաթեմատիկան ցանկացած ասպարեզում օգնում է կազմակերպված լինել, համակարգված մոտեցում ցուցաբերել։ Տնտեսագիտական կրթությունն էլ ստիպում է ռացիոնալ քայլեր կատարել։ Բացի այդ, ֆիզմատ դպրոցում ինձ սովորեցրել են աշխատասեր լինել։ Այնտեղ հնարավոր չէր առանց գործի նստել։ Դուք ԿՎՆ-ի մեգապոլիս թիմի հիմնադիրների թվում եք եղել, թե այն ձեզանից առաջ էլ կար։ Պլեխանովի ակադեմիայում իմ գալուց առաջ կար մի թիմ, որը խաղացել էր առաջին լիգայում, բայց մեծ հաջողություններ չէր ունեցել։ Իսկ երբ մենք եկանք, կար արդեն մի ուրիշ թիմ։ Երբ ես ու իմ համակուրսեցի Դենիսը ներգրավվեցինք, այնպես ստացվեց, որ թիմը փլուզվեց։ Մենք նորեկներս մնացինք, իսկ բոլոր հները փախան։ Այդպիսով թիմի պատիվը պահպանելու ողջ պատասխանատվությունը մեր փխրուն ուսերի վրա ընկավ։ Ես հավանաբար չէի համարձակվի կտրուկ քայլեր անել, եթե ինձ չոգևորեին ԿՎՆ-ի նոր հայեր թիմի տղաները։ Ես նրանցից շատերի հետ ընկերություն էի անում։ Արթուր Թումասյանը մեզ օգնեց ձևավորել նոր թիմ, որով էլ մենք նոր հայտ ներկայացրինք։ Դե պարզ է, որ դուք պետք է լինեիք թիմի ավագը։ Ես ավագ չեմ էլ եղել, պարզապես ամեն մեկը իր գործն էր անում։ Երևի ոգով ես էի առաջնորդը, բայց բոլորս վառ անհատականություններ էինք։ Մենք ընդամենը մի 5-6 հոգի էինք։ Հիմնականում իմ ու Դենիսի շուրջ էր ամեն ինչ պտտվում։ Եթե ես թիմի ոգին էի, ուրեմն նա թիմի ուղեղն էր։ Ինքներս չնկատեցինք, թե ինչպես հայտնվեցինք բարձրագույն լիգայում։ Ամեն ինչ զարմանալիորեն հեշտ էր ստացվում։ Չէի ասի, որ առանձնապես տանջվել ենք չեմպիոն դառնալու համար։ Դե այդպիսի հաղթանակից հետո արդեն երևի սկսեցիք փնտրել ձեր տեղը պրոֆեսիոնալ բեմում։ Ես երբեք չեմ պատկերացրել ինձ պրոֆեսիոնալ բեմում։ Անկեղծ եմ ասում։ Առանձնապես չէի սիրում բեմ դուրս գալ։ Սիրում էի տեքստեր գրել։ Բայց երբ իմ գրած տեքստը դուրս գալիս էր, ցանկություն էր առաջանում ինքնուրույն ներկայացնել այն բեմում։ Պարզապես ինձ թվում էր, որ ուրիշները դա վատ կանեն։ Միայն դա էր ինձ ստիպում բեմ դուրս գալ։ Այսինքն չեմ զգացել, որ բեմը դա հենց այն տեղն է, որտեղ ես պետք է ինքնադրսևորվեմ։ Իսկ կար այդպիսի դիլեմա համալսարանը ավարտելուց հետո մաթեմատիկոս դառնալ հայրիկի պես, թե մարդկանց զվարճացնել։ Երբ համալսարանը ավարտեցի, արդեն հաստատ գիտեի, որ ստեղծագործելու եմ։ Երկրորդ կուրսից հետո համալսարանում ինձ բոլորը ընդունում էին արդեն ոչ թե որպես ուսանողի, այլ որպես ուրախների եւ հնարամիտների ակումբի անդամի։ Մեգապոլիսի հաղթանակից հետո դուք որպես սցենարիստ աշխատել եք ուրիշ թիմերի համար։ Ну, случалось, но как-то у меня это... Պատահել է։ Մինչև Մեգապոլիս գալներ ուրիշ թիմերի համար տեքստեր գրել եմ։ Սոչիի թիմի համար օրինակ։ Բացի այդ, ամենը անում էի ոչ թե պրոֆեսիոնալ հիմունքներով, այլ ավելի շուտ ընկերական պարտավորություններից ելնելով։ Այնտեղ բոլորը մեր ընկերներն էին։ Նրանք էլ նույնչափ մեզ էին օգնում, երբ մենք Մեգապոլիսով բարձրագույն լիգայում էինք։ Թեև տարբեր թիմերի էինք բաժանված, բայց իրականում նույն բանդայից էինք։ Դե իսկ հետո ստացվեց այնպես, որ նոր հումորային նախագիծ ստեղծեցի, համախմբելով ԿՎՆ-ի տարբեր թիմերում խաղացող ամենատաղանդավոր աղջիկներին։
Դեռևս ԿՎՆ-ի բեմում հանդես գալու ժամանակ Նատալիա Եփրիկյանը սկսել էր լրջորեն մտածել սեփական երգիծական շոուն ստեղծելու մասին։ Գաղափարը ենթադրում էր ԿՎՆ-ի տարբեր թիմերում ներգրավված կին մասնակիցներին համախմբելը։ 2006 թվականին Նատաշան սկսեց կոնկրետ քայլեր ձեռնարկել իր ամբիցիոզ նախագիծը իրականացնելու ուղղությամբ։ Այն ստացավ Made in Woman անունը։ 2008-ին նախագծով հետաքրքրվեցին Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրներ Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։ Հենց նրանց օգնությամբ ստեղծվեց նախագծի հեռուստատեսային վարկածը։ Comedy Woman անունը ստացած հաղորդումը արդեն 7 տարի է ինչ TNT հեռուստաալիքի prime time-ում է հեռարձակվում։ Այն ամենավարկանիշայիններից մեկն է ողջ ռուսաստանյան եթերում։ Comedy Woman-ում Նատալիա Եփրիկյանը գլխավոր գործող անձն է։ Նա զբաղվում է սցենարների մշակումով, համարների բեմադրությամբ, նաև ինքն է խաղում բեմում ու վարում հաղորդումը։ Հետաքրքիր է, որ ԿՎՆ-ում աղջիկները միշտ մի 10 անգամ ավելի քիչ են եղել, քան տղաները։ Դուք որոշեցիք շահագործել այդ փաստը։ Չգիտեմ, առանձնապես չէի էլ մտածում մարքեթինգի մասին։ Սկզբից պարզապես աղջիկներով արեցինք մի ներկայացում։ Հետո ձևավորվեց կանանց ակումբի նման ինչ-որ մի բան։ Այնուհետ փորձեցինք սերիալի վերածել այդ ամենը։ Մենք այդ ժամանակ դաշնային հեռուստաեթերի մասին դեռ չէինք էլ մտածում։ Ակումբներում էինք միայն հանդես գալիս։ 3-4 տարի անց միայն սկսեց ուրվագծել ներկայիս Comedy Woman-ի նման մի բան։ Արթուր Ջանիբեկյանին էր պատկանում նախագիծը հեռուստաեթեր հանելու գաղափարը։ Այո, Արթուրի հետ մեզ Արտաշես Սարգսյանը ծանոթացրեց, Տաշը։ Դե մինչ այդ նոր հայերի տղաներից շատերի հետ էինք շփվում։ Չիպի հետ, Գրիշայի, Գարիկի։ Տաշը առաջարկեց փորձել հեռուստատեսային ձև տալ նախագծին։ Մենք եկանք Արթուր Ջանիբեկյանի մոտ ու ներկայացրինք գաղափարը։ Ի տարբերություն մեզ, Արթուրն ու Գարիկը այդ ժամանակ արդեն Ամերիկայում եղել էին ու գիտեին, որ կա հումորային այդպիսի ժանր, որը կոչվում է stand-up։ Նրանք առաջարկեցին ահա այդ ժանրի շրջանակներում փորձել մարդկանց զվարճացնել։ Փորձեցինք, ստացվեց։ Բայց դա իհարկե դասական ամերիկյան stand-up չէ։ Արթուրի ու իմ գաղափարների խաչվելու արդյունքում ստացվեց այն, ինչ հիմա ունենք։ Իսկ ինչ եք կարծում, պատահական էր այն, որ այդ նախագիծը կայացավ ազգանվան յան վերջավորություն ունեցող մարդկանց համագործակցության արդյունքում։ Չգիտեմ։ Այսինքն Արթուրի համար նշանակություն ուներ այն, որ դուք իր հայրենակիցն եք։ Դե իրականում մենք իհարկե չէինք հանդիպել այն պատճառով, որ երկուսս էլ հայ ենք, բայց ամեն դեպքում հաճելի է գործ ունենալ հայրենակցի հետ։ Ես էլ ավելի մեծ վստահությամբ էի վերաբերվում, հաշվի առնելով, որ գործընկերներս հայեր են։ Երևի դա էլ է ինչ-որ դեր խաղացել, բայց մինչև այս պահը երբեք դրա մասին չեմ մտածել։ Ինչու որոշեցիք կեղծանուն վերցնել։ Եփրիկյան ազգանունը կարող էր խանգարել ձեր կարիերային։ Բայց ես երբեք չեմ թաքցրել իմ հայկական ազգանունը։ Նատալիա Անդրեևնան իմ կեղծանունը չէ, դա այն կնոջ անունն է, որի դերը ես կատարում եմ բեմում։ Ճիշտ է, Comedy Club-ի մյուս աղջիկները իրենց իսկական անուններով են հանդես գալիս, բայց դա աղջիկներին չի խանգարում դրսևորվել իրենց համար նախատեսված կերպարներում։ Իսկ ինձ կխանգարեր։ Իմ մարմնավորած հերոսուհին Նատալիա Անդրեևնան հայ չէ։ Տարօրինակ կլիներ, եթե իրեն դիմեին Նատալիա Արայիկովնա։ Հորս անունը Արայիկ է։ Անունը առաջարկեց Չիպը, Արթուր Թումասյանը։ Նրա շնորհիվ ես դարձա Նատալիա Անդրեևնա։ Ով իմանար, որ այդ անունը ինձ այնքան պինդ է կպչելու, որ էլ երբեք փոք չի գա։ Իսկ այդ խիստ ու կմահաճ ղեկավար կնոջ կերպարը ինչպես գտնվեց։ Այն գտնվեց դեռևս, երբ Մեգապոլիսում էինք խաղում։ Մեզ թվաց, որ ծիծաղելի կլինի, եթե փխրուն փոքրիկ կինը լինի ղեկավար, որից վախենում են, որին գցնում են։ Կյանքում դուք բոլորովին նման չեք այդ վտանգավոր կնոջը։ Իրականում վտանգավոր եմ։ ԿՎՆ-ական շրջանակներում հայտնի է, որ դուք հայ եք։ Այո, դե ԿՎՆ-ական շրջանակներում հայ լինելը պատվաբեր բան է։ Հայրը միշտ լավագույնն են եղել այնտեղ։ Այ բացատրեք այդ ֆենոմենը։ Կարծում եմ դա ազգային բնագիծ է։ Մենք հայրս իսկապես սրամիտ ենք ու նաև կարողանում ենք ծիծաղել ինքներս մեր վրա, չթաքցնելով մեր թերությունները։ Սրամիտ լինելը այն ողբերգական պատմությունից է, որ ունեցել է մեր ազգը։ Դժվարությունները ստիպում են ամեն ինչին հումորով վերաբերվել։ Հումորը այն լավագույն գործիքն է, որը օգնում է հաղթահարել անլուծելի թվացող բարդությունները։ Եվ որքան շատ է ազգը բարդություններ հաղթահարում, այդքան ավելի սուր է դառնում ազգային հումորը։ Հայրը Ռուսաստանում իսկապես սրամիտ մարդկանց համբավ ունեն։
Այո, կարծում եմ ԿՎՆ-ը դրան նպաստել է։ Պատահական չէ, որ դրա պատմության մեջ այդքան շատ հայ է եղել։ Հայերը միշտ են ԿՎՆ-ում ուժեղ եղել։ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Դամապիկ թիմը, որի կազմում խաղում էր նաև Նատալիա Եփրիկյանի հայրը Արայիկը, 1972 թվականին հաղթելով Վոլգոգրադի ու Սիմֆերոպոլի մրցակիցներին եզրափակիչ հասավ ու օդեսացիներին հաղթելու բոլոր շանսերը ուներ։ Բայց հենց այդ ժամանակ էլ Կրեմլում որոշեցին, որ ԿՎՆ-ը փակելու ժամանակը եկել է։ Ավանդույթները վերածնվեցին 20 տարի անց միայն, երբ Երևանի բժշկական ինստիտուտի թիմը ճանաչվեց լավագույնը երկրում։ Теперь начинаем все это отделять. Отделяется Украина, Прибалтика, Россия, Армения, все вместе отделяется, открываем, что получилось, правильно СССР. Потом все это закрываем, открываем, что у нас получилось. СССР не открывали, СССР. Что мы делаем? Правильно, балуемся. Երմին ԿՎՆ-ի պատմության մեջ այն բացառիկ թիմերից մեկն էր, ով երկու անգամ է չեմպիոն դարձել, 1992-ին եւ 94-ին։ Դրանից հետո էստաֆետան ընդունեցին նոր հայերը։ Поэтому можешь ты не быть, но армянином быть обязан։ 1997 թվականին Գարիկ Մարտիրոսյանի առաջնորդությամբ թիմը համոզիչ հաղթանակ կրեց բարձրագույն լիգայի եզրափակչում, ապացուցելով հայկական հումորի առավելությունը։ Մեր հայրենակիցները հաջողություններ են բերել նաև ուրիշ հանրապետությունների թիմերին։ Դնեպրոպետրովսկի պետական համալսարանի թիմի ավագ Յակով Մինասյանը 1990 թվականի չեմպիոն է։ Մախաչկալայի թափառաշրջիկները հավաքականի աստղ Կարեն Մկրչյանը 96 թվականի չեմպիոն է։ Միշա Գալուստյանը Սոչիի արևից հոգնածները թիմին չեմպիոնական դափնիներ բերեց 2003-ին։ Աբխազահայ Արարատ եւ Աշոտ Քեշյանները 2006 թվականի սեզոնում հաղթած Ռուդեեն Մոսկովյան թիմի ամենավառ աստղերն են եղել։ Մինչ օրս ԿՎՆ-ի հայկական դպրոցը լավագույններից մեկն է համարվում։ Хотел спросить, вы откуда вообще? Город Гагра. О, а вы откуда? Из Махачкалы. Мальчик, а ты откуда? Я из Сочи. Девочка, а ты откуда? Я из Тбилиси. Вот видите, как нас разбросало? Из Москвы. Հայկական հումոր, որպես այդպիսին գոյություն ունի, հայերի հումորը տարբերվում է այլ ազգերի ներկայացուցիչների հումորից։ Կարծում եմ հայկական հումոր իսկապես կա, բայց այն Հայաստանում է հասկանալի։ Ես հայ լինելով սրամտում եմ այն ամենի մասին, ինչը այստեղ Ռուսաստանում է ակտուալ։ Բայց դուք եւս հաճախ եք օգտագործում հայկական թեման։ Այո, ինձ դա երբեմն հետաքրքիր է թվում։ Լինում է, որ ես հայ եմ մարմնավորում։ Այդ депքում ես արդեն Նատալիա Անդրեևնա չեմ լինում իհարկե։ Хорошо смеется тот, у кого красивые зубы. Ха-ха-ха. Давай, до свидания. Հետաքրքիր է, երբ ոչ հայկական արտաքին ունեցող կինը բացահայտում է իր մեջ իսկական հայկական բնավորության գծեր։ Դա զվարճալի է։ Ես շատ թեթև եմ տանում, երբ ինձ խաչիկ են անվանում։ Միթե դա ձեզ չի վիրավորում։ Իմ համար օրինակ դա վիրավորական է։ Ոչ, ես դրանից բոլորովին չեմ վիրավորվում։ Ինձ դա զվարճացնում է։ Թող ինձ շարունակեն խաչիկ անվանել, եթե ուզում են։ Բայց թող նաև տեսնեմ, որ այդ խաչիկները իրենցից ավելի սրամիտ են ու ավելի հաջողակ։ Ես իմ օրինակով ուզում եմ դա ապացուցել։ Երևանում շատերը նկատում են, որ մոսկվացի հայ երգիծաբանները ու այդ թվում նաև ԿՎՆ-ի աստղերը հաճախ հաջողության հասնելու համար ընտրում են թեմաներ, որոնք նվաստացնում են հայերին։ Այդ անիմաստ չափից դուրս եկող ինքնաերգիծանքը թույլ է տալիս երկրպագուներ գրավել, բայց վիրավորական է ազգի համար։ Не знаю, мне кажется, это здорово. Չգիտեմ, ինձ թվում է մեզ մոտ առողջ ինքնաերգիծանք է։ Ցանկացած ազգ ունի իր թերությունները, այդ թերությունները ուրիշներն էլ են նկատում։ Ավելի լավ է ինքներս այդ թերությունների վրա ծիծաղենք, քան դա անեն օտարները։ Տեսեք, հրեաների մասին հաճախ ասում են, որ նրանք ագահ են, բայց երբ հրեան ինքն է այդ թեմայով անեկդոտ պատմում, դա նորմալ է ընդունվում։ Ու հրեաներին միայն հարգում են այն բանի համար, որ իրենք կարողանում են ծաղրել սեփական թերությունները։ Հայերը ԿՎՆ-ի տարբեր թիմերում են խաղացել։ Իրենցից շատերը այնուհետ համախմբվեցին Comedy Club նախագծի շուրջ։ Դա Արթուրի ու Գարիկի շնորհքն էր։ Այո, փառք ու պատիվ Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին, որ նրանք կարողացան այդպիսի փայլուն գործ կայացնել, ապացուցելով, որ հայերը հումորում միշտ առաջատար են։ Նրանց ստեղծած Comedy Club նախագծի շնորհիվ հարյուրավոր տաղանդավոր երիտասարդներ ինքնադրսևորվելու եւ ստեղծագործելու հնարավորություն ստացան։
Comedy Club Production-ը ժամանցային կինո եւ հեռուստատեսային կոնտենտի արտադրության մեջ մասնագիտացող խոշորագույն պրոդյուսերական ընկերություններից մեկն է ողջ Ռուսաստանում։ Բազմապրոֆիլ այդ հոլդինգը հիմնադրել է 2006 թվականին KVN-ի Նոր հայեր թիմի տնօրեն Արթուր Ջանիբեկյանը ու այդ թիմի ավագ Գարիկ Մարտիրոսյանը։ Նախագծի հիմքում էր Comedy Club հումորային հեռուստաշոուն, որը ամենավարկանիշայինն է Ռուսաստանի հեռուստաեթերում։ Անկերության կրեատիվ տնօրենի դերը ստանձնեց Գարիկ Մարտիրոսյանը։ Знаете, как в Армении зовут Шрека в переводе? Это вот чистая правда, сейчас ты рухнешь. Жорик. Comedy Club Production-ի ստեղծմանը մասնակցել են նաև Արտաշես Սարգսյանն ու Արթուր Թումասյանը։ Comedy Club Production նախագծերում ներգրաված են հայտնի դերասաններ Միխայիլ Գալուստյանը, Արարատ եւ Աշոտ Քեշյանները։ Այժմ հոլդինգի պորտֆելում իրականացրած ավելի քան 2 տասնյակ հաջողված նախագծեր կան։ Դրանց թվում են վարկանիշային այդպիսի հեռուստածրագրեր, ինչպիսիք են Nasha Russian, Comedy Woman-ը, Univer եւ Ինտերնետ սերիալները։ Դոմ 2 reality show-ն։ Ընկերությունը դրամարկղային մեծ հաջողություն ունեցած 4 լիամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Հոլդինգի մասն են կազմում 2008-ից հեռարձակող Comedy TV հեռուստաալիքն ու 2012-ին հիմնադրված Comedy Radio-ն։ Comedy Club Production-ի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ $140 միլիոն։ Նատաշա, Հայաստանում լինում եք։ Հազվադեպ, ավելի հաճախ Թբիլիսիում եմ լինում, որտեղ իմ տունն է։ Իսկ Երևանում վերջին անգամ երևի մի 6 տարի առաջ եմ եղել։ Ես տեսնում եմ ձեր մեջ հայրենակցուհու, թեև մենք տարբեր լեզուներով ենք խոսում ու երբեմն խնդիրների տարբեր ընկալումներ ունենք։ Ինչու՞մ է դրսևորվում ձեր հայկականությունը։ Իրականում ես հետաքրքրվում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններով։ Հայերին վերաբերող թեմաների հանդեպ ես իհարկե անտարբեր չեմ, բայց հայրենասիրությունս այլ կերպ է դրսևորվում։ Ես այսպես եմ մտածում. եթե ինչ-որ մի լավ բան եմ անում ու օտարը դա գնահատելով իմանում է, որ ես հայ եմ, ուրեմն դա արդեն ազգիս համար օգուտ է։ Եթե հայրենակիցներս ինձ տեսնելով հպարտանում են, ուրեմն ես ազգիս համար եմ օգտակար։ Ուրեմն ես հայրենասեր եմ։ Ահա այսպես եմ անցալում հայրենասիրությունը։ Դե երբ տեսնում եմ, թե Ռուսաստանի հումորի ասպարեզում հայերը ինչ դիրքեր ունեն, ես էլ իսկապես հպարտանում եմ։ Այդ իմաստով ձեր ասածը ճիշտ է։ Շնորհակալ եմ, նորանոր հաջողություններ եմ մաղթում։